Գիտեք, մի արտահայտություն կա այս ուղղակի միջև այստեղ գալը հիշեցի, այդ կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, ատում է նրանց, ով չի կզացել։ Եվ դրա համար այդ մարդը ատում մինչև այսօր բոլոր պայքարող կերպարներին։ Բոլորին։ Սա մի բարդույթ է, որը խորը նստած է մարդու մեջ, ենթադրում են, որ իծն է, ուղղակի տեսակ է, եւ այդ տեսակը այսօր առաջնորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Խայտարակություն է։ Հիմա ինչ անել այս ամեն ինչի հետ։ Երևի գիտեք։ Նայեք, լկտիությունը հասել է, այդ կոչը հետո անելու է, լկտիությունը հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ, ըստ էության ինչ է ինքնությունը։ Սա ինչ որ բաներ է, որոնց շնորհիվ սենց համակցված այդ ամենը մեզ հայ է դարձնում, որ մենք ասում ենք մենք հայ ենք, որովհետև պատկանում ենք հայ առաքելական եկեղեցու, որովհետև ծնվել ենք այստեղ, ապրում ենք այստեղ, Արարատն ենք տեսնում եւ այլ եւ այլ։ Հիմա սա է ինքնությունը։ Հիմա այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Ինչն է քեզ ստիպում, ամենայն լրջությամբ, ինչն է քեզ ստիպում, ուղղակի խիես ցավացնում քո քայլերով ամբողջ մի ժողովուրդ։ Ինչ ես ուզում ապացուցել։ Ում համար։ Ես փորձում եմ այդ տրամաբանական շղթան կառուցել, ասում եմ լավ, եթե մարդ գլուխ ունի, ենթադրում է գլխի մեջ ուղիղ կա, ենթադրում այդ ուղը ինչ որ բիոքիմիայի, ինչ որ շնորհիվ աշխատում, ինչ որ մտածում է, բան անում։ Իմ տպավորությունը, որ այստեղ ինչ որ պուլտ կա որևէ միտեղ եւ չիպ կա այդ գլխում եւ այդ պուլտը ասենց կառավարվում է այդ գլուխը ինչ որ մի չիպով որևէ տեղից։ Հաստատ Հայաստանից չի։ Հիմա ռոբոտներ են, չէ՞, սարքում մարդու նման։ Հիմա այս մարդը իմ տպավորությունը ոնց որ Ալիևի տուզիկը դառած է։ Ուրեմն ինչ պիտի անենք մենք։ 7-ին համար 17-ին։ Ճիշտ է։ Կամ այդ գլուխը պիտի պուլտից անջատենք։ Կամ չէ, ուզում եմ ասել մարմնից մի ուրիշ բան անջատել, բայց լավ չեմ ասելու, վաղ ասելու են կոչեր անում։ Մի բան իմ համար հասկանալի է։ Չպետք է Հայաստանում լինի որևէ ղեկավար, որի գլխի ուղիղի պուլտը ուրիշ տեղ է։ Համամիտ եք։